Սա մի հաշք է հայկական Կարող է պատվիրել անգամ ամերիկան Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Բարեկամներ, հարգանքներս բարեկամներ Եկել ենք գեղեցիկ անակնկալ բերենք Չարենցավան Սիրո անակնկալ, այստեղ սեր կա բավականին շատ հեռավոր ու սիրուն սեր Գնում ենք մի գեղեցկության սրահ, որտեղ մարդիկ գեղեցկանում են օրնիբուն, առավոտից իրիկուն Քանի տարիներ ու քանի տարիներ էլ կսիրունանան Չարենցավանի գեղեցիկ գեղեցկության սրահ ենք գնում Դե հիմա ես արդեն մտնում եմ Չարենցավան Հա բայ չեմ անում ախպեր ես պուլյա եմ Չգիտեմ ինչքան տևեց հասնելս բայց ոնց որ լավ հասա 170 կիլոմետրի կարգ է Ես էլ եմ պուլյա Հա դե կգաս իրար հետ քշենք ախպերս Հայաստանով Տուրիստներին վերցենք ման տանք աշխարհով մեր հայոց Ոչ մի խնդիր Դե հաջողություն լինի մենք մտանք Չարենցավան հիմա զանգեմ ընկերոջս չփեմ Վարդանի հետ լավ ախպեր ես լավ Բարեկամներ այստեղ մեզ դիմավորող Անուշ Ախպորանն էլ է Վարդանն է Հա սալոնն է ուղարկել Տենակ սալոնի անունն ինչ է ախպեր Բարեկամներ Light Star Beauty Salon ենք մենք գնում հիմա Չարենցավանում Չարենցավանի գեղեցիկ փողոցն է դու տեսել ես այդ սալոնը Լույս աստեղ Light Star Սիրուն բան ենք գնում մենք հիմա Զանգենք Վարդան ախպուրը ասել է բայց կես ժամ շուտ կզանգենք են չենք տենց ուշ զանգում որ դες շատ շուտ ենք բանը այլ ուշ ենք զանգում Դե մենք հələ պետք է մտնենք տորթի հարց լուծենք գեղեցիկ ու սիրառատ տորթ վերցնենք մեր աստղիկ քույրիկի համար որ նա իրեն շատ լավ զգա իր ծննդյան օրվա տոնական տրամադրությունը զգա մեր ամբողջ ջանքերը հենց դրան են ուղղված իսկ հիմա Չարենցը լուր գլուխը թե նայում է ասում է էս ինչ սիրուն հրապարակ են սարքել ապրեն մարդիկ որ շեն են պահում հրապարակս իմ անվան հա բարեկամների սա տոնածառների ուղին է այստեղ տոն է տարին 12 ամիս եթե կկարոտեք նոր տարուն հանկարծ եկեք եւ վերցրեք այդ լավ էներգետիկան Չարենցավանից Իսկ հիմա մենք զանգում ենք Վարդան ախպորը, Վարդան ախպերը չի պատասխանում, Viber-ով WhatsApp-ով փորձեցինք չեղավ, հիմա զանգում ենք բանով։ Բարյամու համարին։ Հա, զանգեց։ Վարդան։ Հա, ախպերս։ Բարեկամ, ո՞նց ես։ Լավ եմ։ Հիշում ես, որ ասիր կես ժամ շուտ կզանգեք։ Հա։ Ախպերս կես ժամ շուտ չեմ զանգել, Բարյամու հիմա եմ զանգել։ Ես արդեն Չարենցավանում եմ։ Ես մի 5 րոպե կտևի, տորթը վերցնեմ, Beauty Salon-ը գտնենք, ես հիմա գիտես որտեղ եմ, Safari-ի մոտ եմ, Safari սուպերմարկետ Ես քեզ որ գեալակացիա ուղարկեմ կգաս Հա ոչ չեմ գա ախպերս, ես պռատ մինուտի ախպեր եմ, սաղ գիտեմ, ուղարկի Մենք էլ տորթը վերցնենք սիրուն ախպերս, ծաղիկներն ինչ գույն է Կարմիր Բորդո, всё բարեկամ, լավ, դե մենք իշտենք այս հարցերը լուծենք սա Հա, Բորդո էլի, Բարդովի ռոզի բրատ Հա, всё ախպերս Վարդերը Բորդո էին, բայց բան է լավ էլի, ոնց որ սիրունը մնում է սիրուն, մենք որոշեցինք սիրուն տորթ վերցնենք ու իմացանք, որ Safari-ին դառնում է նոր զովք Մի քիչ լավ չի, որովհետև սովորել ենք Safari-ին, այս ոչինչ էլի, կդիմանանք Նորությունն իմացար Safari-ին դառնում է նոր զովք Մեր շատ սիրելի Safari սուպերմարկետը վերածվում է զովքի բարեկամներ, բայց ոչինչ Հուսանք զովքը կարդարացնի իրեն, կգանք կտենանք, հա Վարդան, այ գալու ենք ստուգենք, նրանք լավ են աշխատում Safari-ի նման, թե չէ Հիմա գեոլոկացիան ուղարկված է, մնում է խփենք ու գնանք գեոլոկացիայով, location-ով Geolocation, բայց ստեղից ես իզուր շտապեցի, պետք է իմանանք ուր ենք հետում, ախպեր կաղա են, նման է Կային հելնենք մեր սիրած ձևերով էթանք էլի այսպես չէ, մետ կռով գանենք պատահաբար Վայ մարև, սա ճակատագիր է, հա Վարդան Լրիվ ճակատագրական եղավ, պատահաբար ճիշտ ուղղություն վերցրեցին Անցեք, մենք զիջում ենք, անցեք
Զիջում ենք ընկերներ, միշտ պետք է զիջել, որպեսզի կյանքը ժպտա, եթե չզիջես, չի ժպտա, այնպես որ ժպիտի համար էլ լինի, պետք է այդպես անենք։ Հա? Հա, պատմեմ, բան ենք անում, մեր մեքենան վերանորոգում ենք։ Նարեկ եղբայրը մեր մեքենայի սրահը թարմացնում է, իսկը մեր սուրո աղբոր պես, ով հիմա Upholstery-ում անում է այդ գործը։ Ձեզ համար, հարգելի Ամերիկա բնակ հայրենակիցներ, իմ բարեկամներ, իմացեք, որ Սուրեն եղբայրը հենց այս գործն է անում, որ ես հիմա տվել եմ, որ մեր Նարեկ աղբերն անի։ Ես որ Հայաստանում եմ, գլաձոր եմ տվել սարքել։ Սուրեն, որ Ամերիկայում ա, դուք էլ ընդ տվեք, թող սարքի ու գոհ եք մնալու, երաշխավորում եմ որակը 100%-ով։ Այնքան գոհ եք մնալու, որ ասեք, արա ոնց մենք Սուրենին չենք դիմել այսքան ժամանակ։ Ու այնքան է դուրներդ գալու, որ նոր մեքենա գնելուց անգամ արա կոշկեց այս նավիգատորը մեզ։ Այստեղ կան է։ Հա, մոտիկա։ Ախպերը սա խնդե կայնեմ։ Այս շենքի դեմն է։ Ախպեր, բայց այն չի տենց է լավ։ Ես դեմ եմ ախպեր այս նավիգատորի պահվածքին։ Լնդե սախտան գել եմ, որ գանք չկարանանք մտնենք իմ արը, բա ոնց անենք։ Խողովակաշար է դրված։ Պետք է նշել նավիգատորին, որ խողովակաշար կա ստե։ Վարդան չէ մենք պտույտ կանենք բարեկամ։ Վերեզի տրուբի։ Եկանք մի չնաշխարհիկ բակ Չարենցավանում եւ այստեղից դուրս են գալու։ Հեսա բարեկամներից հաստատ կնայենք, ասեն եկել էր մեր շենքի մոտ, էսի մեր շենքն է։ Ես սիրուն լվացք եմ փռը։ Տիպիկ հայկական իրավիճակ։ Այսինքն ես պետք է մի հատ շուտ աչանեի, բան եմ արել, էլի, շուտ եմ ուշ եմ աչարել, բայց ես կեթանք դուրս կգանք այնտեղ, որտեղ որ նավիգատոր անգամ չգիտի ես ծակը ծուկերի մասին, գիտես։ Թե գիտեր, թե չգիտեր։ Էն ինչա, ճամփաչ, փակեր էլի։ Գնա անից մտի։ Հանդիս մտնելու տեղ կա, բայց չկա։ Այդի է։ Ինչ հետաքրքիր տեղ ենք եկի ախպեր, աշկից բայց կա, գիտես։ Արի, փորձենք շրջանցել։ Ոդկային երթուղի, լավ, գնանք դուրս գանք, աչով քիշտենք կգանք ստեղ։ Ինձ թվում է կստացվի բարեկամ։ Ստեղծել եկանք տոպիկ։ Ստե տոպիկ ա Վարդան։ Պատկերացնում ես, Չարենցավանում ընկել ենք փակողու մեջ։ Նիվաչելներ այսպես աստիճաններով հելնեինք ախպեր։ Լավ, չկա։ Նավիգատորը չգիտի որ աստիճան։ Հա, գիտեմ։ Նավիգատորը համը հանում է Չարենցավանում, լավ ծանոթ չի։ Պրոբլեմներ է ստեղծում մեզ համար նավիգատորը։ Օր եկա, այս Opel-ին պես սամ մոտիկ անցնում եմ, նայ, տենանք, լավ է, էլի բարձր ավտո ունենալ է։ Դե մեր անուշ ախպերն էլ լարված նայում է, որ հանկարծ Opel-ին վնաս չտանք։ Անցավ գնաց, ամեն ինչ կարգին է։ Երեխաները ֆուտբոլ են տշում։ Երեխաներ, բալիկներ, ֆուտբոլային իմ բալիկներ։ Ճանապարհ, տվեք ճանապարհ։ Խանգարի ձեր ֆուտբոլին բալիկներ, ախպերներ։ Ձեր ֆուտբոլին խանգարիմ նոր, հա։ Լավ եք խաղում, բայց։ Հա։ Լավ բակ ունեք, ախպեր։ Հելանք, ապրեք։ Ստից էլ տեղ չկա, ոնց մտել եմ, այդպես է գնամ հելնեմ։ Տես 2 մետր չքայլելու համար լիշքան քշիմ Վարդան։ Դու ես մեղավոր։ Բայց ես չեմ քայլելու, մեկա պատի էթամ, այսպես կայնեմ սալոնի շրջակայք։ Բայց մենք սալոն չենք գնում, մենք աղբորը տենանք, վարդերը վերցնենք, բարդովի է, ռոզի բրատ։ Կավաս ես պտույտ, հա, ասենց էլ տանում հենց, այդ զախով է տանում ժոգիր։ Հիասքանչ, գեղեցիկ և պուպուշ վիճակ է հիմա։ Պիտնյաշկա, պրաշուտիբե, վիստերը, վադի մաշինա։ Ահա բարեկամներ Չարենցավանի փողոցներն են մեր կադրերում։ Գնում ենք Վարդան աղբոր մոտ, Վարդան աղբերը ծաղիկները տա ջերմոցից քաղած սիրով։ Վարդերը որ տա Վարդանը, գնանք անակնկալ անենք։ Գիտես հատուկ ջերմոցից քաղել են այս պահի համար, որ մեր աստղիկ քույրիկը ուրախանա, իրեն լավ զգա ծննդյան օրը։ Իսկ մենք դա կկազմակերպենք մեծ սիրով։ Հիմա նայ, սենց ստից եմ ձախանում։ Տեսար, ես ճիշտ էի դու սխալվեցիր։
Թե դու ես ճիշտ ես սխալվեցի, չէ, ես այ ճիշտ ու սխալվեցի։ Նույն տրուբանա, որը չթողեց, որ մենք մտնենք։ Իսկ հիմա եկանք ու հասանք տեղ։ Օ, բարեկամ, դու շատ ռեսկ остановил ես так что։ Տեղից ձախ ու մեր աղբեր Վարդանի օջախ հասանք։ Հենց այս շենքն է, որտեղ որ ծաղիկները պետք է վերցնենք, հա։ Որ ճշմուտի դեշ։ Դու էլ էր մտածում բանը, ես ես մեջ եմ բանը։ Չէ, տոշնի պատկերացրել ես, հա։ Բա քո անունն ինչ էր։ Գագո։ Հա, այդ է թորը տա քո անունով, գագոներով եք, էլի։ Այն մեջտեղները թելարի։ Հիմա մենք գագոներով եւ Ստեփանով որոնում ենք Մարտիրոս գյուղում, Նարբեի ժառանգներին։ Եթե մեր մեծ աղբեր Նարբեն կա ավելի լավ, եթե արդեն ժամանակն իրեն նարել է, ուրեմն նրա երեխաներին ենք որոնում, որովհետև մեծ աղբեր Գագոն իր աղբերներին է ման գալի Մարտիրոս գյուղից։ Մարտիրոսցիներ, այս պահը ուշադիր եղեք, ես պահն էլ կասեմ, վաղվա վիդեոյի մեջ էլ կասեմ, պետք է գնանք Մարտիրոս։ Շո, մերնեմ ջան։ Լայքում ենք տարածում ենք, որ գտնենք ազգականներին։ Համարը էլ ունենք։ Հենց կապնվեն մեր հետ կտանք։ Ես որ գնամ ընդ էլ կհարցնեմ, բաղ ուղակի վռազ եմ լնելու, արագ եթալեմ, հետո հետ գամ էլի ձեր կողմեր։ Վարդանս որ գրեց, համարը տվել եմ։ Հա։ Այնքան որ իրանցից մեկը զանգի, ես կապ ունենամ։ Զի մինա իդյոմ վաս։ Նկարվում ենք աղբեր։ Ես էլ մեր մեծ աղբեր Գագոյի Ֆորդն, հա։ Բա ինչ ես անում սրանով, գործեր բազմա։ Բանջարեղեն ես ծախում։ Դե համարը տա զանգեն, որ պածոյի սեզոնի զանգեն տանես հայաթի չսնես։ 0 Որդի։ Ստե։ Չարենցավան, հա։ Հա։ Խնդիր չկա։ Դե ասա համարը։ Դե ասա, ստե ասենք որ լսեն 0 093 81 94 36 այս համարով զանգում եք մեծ աղբեր Գագոն ձեզ բանջարեղեն է բերում Չարենցավանի տարածքում գյուղերը բան կտանես չէ չէ սալարի գյուղերով այս Իմ գործը գյուղերով։ Դե հա բայց քաղաքի մեջ էլ ուզեն էլի հիմա փակում են պատվալ ունեն դնում են հա անժելա քույրիկներ եկավ դե մի հատ էլ անժելա զանգես Վարդանը Կապը տոպելով ես արդեն։ Վարդան դու ալո Վարդան հա ես հիմա քո ուղարկած տեղն եմ ստե բարեկամներ եմ տեսեք այնել եմ իրանց հետ այլ նկարը Ախպեր Porsche-ը իմը դու ստե ես հիմա Հա դե հեսա եկա ախպեր եկա հեսա մատ նկարում եմ գամ Ուժեղ շատ լավ է լավ դուք էլ լավ եք դե գնանք Ես սպասում եմ զանգին ախպեր։ Հա կզանգեմ Նարբե Հա всё Նարբե Բարեկամ քո դեմքից ծանոթ է բայց ոնց որ Հա դե ես մեկ քիչ դեմք եմ դրա համար ախպեր Այսի վիդեոներով տեսած կլնես, բայց ես քեզ որտեղ եմ տեսա, այդ չեմ հիշում։ Եկալ ախպերս։ Այսի մեր ասիկ քույրիկի ծաղիկները։ Մենակ ծաղիկ է։ Հա, ախպերս է դի։ Բարի վարշից։ Գերես։ Ջան։ Ուզում ես դու արի հետ նես ճամփեն ցույց տու, էլի, հա։ Ես գնացի սալոն։ Բարեկամներ, բոլոր հարցերը կարգվեցին։ Հիմա գնում ենք ասիկ քույրիկին գտնելու։ Գնում ենք անակնկալ անենք ու Վարդանը դուրը չի փակել ու ասեմ ձեզ, որ անակնկալից հետո էլ չենք ասելու ում կողմից է, որ ասիկ քույրիկը մտածի, հետո իմանա ում կողմից է, բայց նաև վարկած կա, որ մի անգամից կիմանա ում կողմից է։ Այնպես որ գնանք նրա գեղեցիկ Light Star գեղեցկության սրահ, beauty salon-ը ու սպասենք իրեն։ Աղջիկները մեզ կօգնեն, կանչեն կգա, սիրուն անակնկալ կանենք, չէ՞ Վարդան։ Պիտի որ օգնեն աղջիկները, եթե չօգնեցին, ես կնեղանամ Չարենցավանի Light Star բանից, beauty salon-ից։ Այստեղ սիրուն կայանենք, այստեղ, հա, այստեղ սիրուն կայանենք մեքենան։ Ասենց անենք, վերցնենք տորթը, ծաղիկները, գմփիկը ու գնանք առաջ։ Այսօր կարևոր օր է, պետք է ամենից սիրուն կազմակերպենք։ Կոսմետոլոգիա, վարսահարդարում, մատնահարդարում, ոտնահարդարում, պեդիկյուրն է ոտնահարդարում, էլի, թարթիչի լիցք, հականջի դակում։ Բարև ձեզ, ես չեմ եկել ծառայությունից օգտվեմ, եկել ենք, որովհետև լավ, ես գիտեմ, որ ստեղ չի, մենք ես պահը կաղա նկարում ենք, բայց հետ չի հարցը, նայեք ինչ ենք անում, գիտեմ, որ ստեղ չի, բայց ես գիտեմ, որ նաև այստեղ այնպիսի լավ աղջիկներ են, որ մեզ կօգնեն գաստե կամ տեղը իմանանք, բայց չասեք, որ անակնկալ կա։ Բա։ Լավ ասի։ Պահին գաստեղ։ Հա, խիչը, թող գա։
Բայց մենք ուրիշ տեղ ենք հավաքվելու, կարան Երբ եք հավաքվում։ Ժամը 5:30 Ես- լինենք սաֆարի։ Կա սաֆարի երրորդ հարկ։ Մենք լավ տեղեր ենք ուշանանք, բանը, ինքը հիմա հեռու տեղա, Իրենց տանն է։ տաննա։ Դուք ես գիտեմ, հեսա զանգելուք իրան ասեք որ անակնկալ կա։ Շատ սիրված մարդու կողմից, հա, ուրիշ մարդու կողմից չի, հարազատական պահերա, դե էդի ես իրանը չեմ ասելու, էլի։ Ուղղակի ուզում ենք ուրախացնենք ու գնանք։ Ու գիտեք ես ով եմ, թե չգիտեք։ Բա ինչի ինձ լավ չեք դիմավոր, մասը գնամ շնորհավորեմ։ Չէ, ուղղակի մի քիչ ուրիշ խնդիրներ կա, ես որ իմանամ ով է ուղարկել, գոնե ասեմ, էլի։ Ում։ Մանենց հա որ կամերաները սաղ տենում է։ Ո՞նց տենում է։ Իհարկե, սաղ Աստղ չես տենում դու, թող չտենա։ Բա ո՞նց անենք։ կարող է կա սաֆարի երրորդ Լարվածություն կա Վարդան։ Պետք է հարթավի ամեն ինչ։ Այսի միակողմանիա, չէ՞։ Հիշում ես, մի անգամ էլ ընկանք ես պատմության մեջ, այս միակողմանների ձեռակարակը։ Գնացինք, աներից ֆառացինք եկանք։ Հիմա ելնում ենք բան, ուղիղ։ Չարենցավանի գեղեցիկ տեսարանները վայելեք, մինչև մենք կհասնենք Safari Hall, որտեղ կանեն գեղեցիկ անակնկալը։ Ուղիղ եթում ենք մինչև վերջ, հետո ձախ ենք անում, հիշում եմ նման պատմությունը։ Կամ աչքարենք անենք, հա։ Ընտենամ։ Ծաղիկն է գալիս մեզ։ Ես բան ասեմ։ Ով, լուրջ։ Այդ քշողը։ Պապի է։ Հա, տատին, ոչինչ, լավ։ Տատիկ ջան, ինձ ինչի բան ասեցիր։ Գիտես, ես ինչքան եմ տանջվել, որ այս մեքենան վարեմ։ Ախ, տատի, այն որ ասում եմ մեկ-մեկ էլ տատիկներ կան, որ մի քիչ բանը, բարի չեն։ Հենց այդ տատիկների մասն է ասում։ Բարություն, որը կփրկի ողջ աշխարհը։ Սա է մեզ պետք, սրա կարիքը մենք ունենք բոլորս հայոց աշխարհում։ Այս սա ջիպի լավը, որտեղից ուզում ես քշի, հա։ Ելանք մեծ կուպե երրորդ հարկ, բայց հուսանք մեր ընկերուհին չի ասի աստղին, որ անակնկալ կա։ Սաֆարիոնի բարեկամներ։ Ահա, չքնաղագեղ Safari Hall-ը, որտեղ եկել է մեր Աստղիկ քույրիկը։ Եկել է եւ նրան պետք է մենք ուրախացնենք։ Հա? Որտեղ? Ինչի՞ մար Վարդան։ Էն ախր կային այդտեղ։ Դու կարող ես մեր քույրիկին ճանաչես, կան Աստղիկա։ Չէ։ Երրորդ հարկ որ ծնուն պիտի տան, տեղակ ես։ Հա։ Էդի առաջարկի հարսանիքն է։ Իսկ երրորդ հարկի ժողովուրդը եկել են հեչ։ Դժվար է կացածել այդքան շուտ։ Բայց ինքը ստեղ է, կարաս ճշտես։ Հենց առիթի տերը տես ստեղ է, թե չէ։ Մեծ է տարիքը որ է։ Չէ, ջայլ աղջիկ ախպեր։ 30-ից 40-ին մոտ ջոգիր, անն էլ Աստղիկ։ Հələ մտ ճշտես ախպերս։ Այդ պարապմունքից ես գալի, ֆուտբոլ։ Չէ, ջյուդո։ Ջյուդո, դու ուժեղ կլես։ Ինչքան վաղ տա պարապում ես։ Բան, 6 տարի։ Բայց մեդալ բան։ Հա։ Երևում է, դու ուժեղ ես։ Բայց ինչով քեզ օգտակար լինեմ, իմ ախպեր։ Ոչ բանով։ Դու ապրես, շնորհակալ եմ։ Դու YouTube-ի էջ չէ՞ ունի։ Ահա։ Այս բաժանոցը գրված։ Ամրի ախպեր ես, շնորհակալ եմ շատ։ Մեր բարեկամներ դու ես։ Հա, չկա ախպեր։ Հա։ Հա, այս տոշնի։ Դե դա լավ է, ոչ։ Մեջտեղի որ Վիկտոր դուսը գալ դեմ դիմաց ամենամեծ կուպեն է։ Լիֆտով գնանք, հա։ Լավ։ Հելանք, գնանք մեր Աստղիկ քույրիկին։ Բայց ինչ ձև էր տրամադրություն, լավ էր։ Հա, լավ է, դե տո զարդարի։ Լիֆտը հեսա։ Երրորդ հարկ ենք սխմում, հա։ Հա, դե թո իշնի։ Աստղիկ քույրիկը փաստորեն մեզ մի քիչ մոլորեցրել են, եթե չմոլորեցնեին կգայինք ժամը երեկոյան ժամի, որ ավելի հյուրերը շատ լինեին, բայց բարև ձեզ, քանի որ եկել ենք շուտ, կգնանք նա, մենակ կլինի, բայց ուրախությունը հաստատ կհասցնենք տեղ։ Եկավ լիֆտը։ Մենք երրորդ հարկ, Safari երրորդ հարկ։
Հա, բայ արև ձեզ, ես բան եք բերե։ Չէ, ձեզ չենք նկարում, ինձ ենք նկարում, ես սիրում եմ նկարվել, ես եմ նկարվում։ Օ, ինչ լավ հոտ ա գալի։ Հե? Նոր որ իջավ, հոբելյարը չէր։ Մենեջերն ա գալ։ Գալիս են ինչ անեն։ Այս ո՞ր հարկն եք։ Արի դու, երրորդ։ Ծնունդ են գնում, հոբելյարը եկել ա իրա զալը դզրտում ա։ Ասեմ, որ իմ աղջիկա ամեն օր ձեր աղորդումն ա։ Դե ինչ ա ձեր աղջիկա անունը։ Ժենիա։ Ժենյա, կարող ա նոր Ժենյա։ Այդ չնկարես։ Դուք արդեն նկարվել եք մի քիչ։ Ժենյային բարևներ, Ժենյա ապրես որ նայում ես, շնորհակալ եմ։ Իսկ հիմա մենեջերը եկավ։ Բարև ձեզ։ Լիֆտը բացել ենք ձեզ համար։ Շնորհակալ եմ։ Փակում ենք ձեզ համար ու բարձրանանք միասին։ Հիմա Աստղիկյան դե, հա? Աստղիկին ճանաչում եք։ Ես այսօր այդտեղ հրավիրում։ Հա, ախպերս դու եք գալի։ Բանա, ես չգիտեի, թե չէի փակի էլի։ Բայց ինչ բիբար տարակ, ու տարակ այդ բիբարը։ Ես լավ էլ հոտ էր գալի։ Կարամ հյուրասիրեմ ուտեք։ Դե արդեն ուշ է, տարան։ Լավ իջնենք ներքև ուտենք։ Այդ տարան հարցանքի Ներքև չէ, կարող եք հանել մեր կաֆեն եւ կտակ։ Սրճարան։ Այո։ Ախր վրազ են։ Դրա համար եկել ենք հələ առիթ չի սկսե, հիմա շնորհավորել ենք գնանք։ Այս ձախի վրայի կուպեն, հա? Աչի, այս դե։ Ամենում ենք։ Ինքնա, հա, ընդե, հա։ Ինչ է սիրուն տեղ, հա, ինչ է թիթիզ բաներ, հա։ Հələ ինչ սիրուն նկարած է պատը։ Ուր է աստղը։ Ուր է նա։ Ուր է գնաց է։ Ուր է գնաց է մեր աստ։ Happy birthday to you, happy birthday to you։ Լսի, բայց շասես էլ ինչ պահա, հա, չես ասի, չէ։ Հանկարծ մեր պլանները հա։ Ուրիշ լավ երկար վարվավ, ուրիշ վաղտը տես չի վարվում։ Աստղ քույրիկ, բարև ձեզ, ես ինչ լավ ժպիտ ունեք այսօր ձեր ծննդյանօրն ա, դու երկու հոգի ունենք ծապտվող, մի հոգի էլ վարդերով եկել ա, շնորհավոր ձեր ծննդյանօրը դուք, գիտեք չէ ինչքան սիրված ու հարգված եք դուք, ինչ լավ ա որ զբաղված եք վիդեո չտեսակ որ ես ձեր սալոնում էի։ Հա, չեն ասե, չէ։ Չեն ասե, ապրենդ է, շնորհակալ ենք ընդեի են սիրուն աղջկան որ չասած։ Ես մտածի կզանգի կասի, տվեք ես վարդերին ինձ, ես ինչ սիրուն բաներ եք անում, ես ինչ ասել անունը։ Տվեք որ դուք կարողանաք երազանք պահել այսօր ձեր օրն ա ու շատ մարդիկ են ուրախացել։ Հիմա եկել ենք ձեզ անակնկալ անենք, ափսոս որ ուրախացողները չիմացան որ բանը ստեղ ծնունդ եք անում։ Ես ուզում եի ուշ գայի, ասին չէ շուտ։ Շատացան ծապտվողները։ Հա դե ծապեր տվեք, մի հատ երազանք եք պահում։ Հաստիկ քույրիկ, իմացեք որ կատարվելու են ձեր բոլոր երազանքները հիանալի տեսք ունեք, դե գնաց ապ։ Արկե այստեղ են, հա։ Հիմա այս շատ լավ է, առիթի սկզբից մենք ձեզ ուրախացնում ենք, ուրախություն ենք տալիս, սեր ու հարգանք եւ որ դուք լավ շարունակեք ձեր ծննդյան առիթը։ Այսպես միշտ ժպտակ։ Եվ հիմա պահն է որ ձեզ մի քիչ վախացնեմ կամ չվախացնեմ։ Ձեզ լավ օր, բարձր տրամադրություն, անակնկալը ձեզ շատ սիրող, հարգող, նվիրված անձնավորության կողմից էր։ Իմացաք, ուրախ եղեք, լավ օր ձեզ։ Անակնկալը, չասեցի, չեմ ասել։ Հյուրասիրություն, ես անկեղծ հաջորդ անգամ կգամ, այսօր շատ շտապ եմ, հիմա պետք է գնամ բացում անենք մեր վայոց ձորում, պետք է գնամ հասնեմ վայոց ձոր։ Մնում է լիֆտը գա, ես շատ զգացված եմ, կգամ ձեր սրճարան անպայման։ Այն կողմից հա մուտքը։ Այս երրորդ հարկում, հա։ Այս զալը սրճարան, հա, նաև։ Հələ նայ, այստեղ ես եկել եմ անակնկալ ոնց որ չեմ եկել։ Հա, այստեղ չենք եկել, չէ եկել եմ, բարև ձեզ։ Ես այստեղ եկել եմ, ներքևի զալն էլ է սենց էլի, այս նույն ձևով, հա։ Ուրեմն զալ եմ եկել, հա։ Այս մեր մայաների բաներն է, նախշերն է, էլի։ Ամերիկացի են, որ բանը եկավ, անձրևն եկավ ընկան փոսը փրկվան։ Ախպերս դու մի մոռացին, ոտը տրավմա ունի։ Դու իջնում ես։ Հաջող Վարդան, հաջող։ Ունենք ասելիք մեր լեսուն Բարև ձեզ, բարև ձեզ։ Ահա ընկերներ, մենք արեցինք մեր աշխատանքը շպիոնական ու հիմա գնում ենք լավ գործերով։ Գնանք վայոց ձոր, գնում ենք։
Գնանք մեծ սիրով, մեր սև մեքենայով։ Նստիր Վարդան, պահը վրա հասավ գնալու։ Կարոսում ենք բարին բոլորից ծնունդի լույսերը կովթե մթին Բարեկամներ, մենք վայքում ենք և եկել ենք Նուշի քեյք վերցրել ենք քեյքը, որովհետև մեր Սերինե Մարգարյանը որոշել է Հայրիկի համար հենց այստեղ պատվիրի վստահի այս մարդկանց այս գեղեցիկ արտադրամասին վստահի իր գեղեցիկ տորթի պատմությունը, տեսեք ինչ սիրուն տորթ է։ Այսպիսով մենք ուղևորվում ենք ուղիղ գյուղ Մարտիրոս։ Գնանք գյուղ Մարտիրոս, Նարբե պապիկի մասին ինֆորմացիա պետք է հավաքենք, այսօր հետաքրքիր ինֆորմացիոնի օր է Վարդան, զգում ես։ Ու ես գում եմ, որ կարելի է մտել սուրճ վերցնել վայելել ճանապարհը մեջ։ Հովանավորի սուրճ վերցնենք, որ վայելելով գնանք, մենք սիրում ենք հովանավոր ունենալ։ Բարեկամներ, մեր հովանավորի սուրճը ինձ ուժ է տալիս եւ էներգետիկա, որ շատ բարի լինեմ եւ առաջ գնամ, այնպես որ մեր հովանավորը ամենալավ հովանավորն է, բայց անունը չեմ ասի, որովհետեւ էլ չի հայտնվել։ Երավ կյանքս, հայտնվի հովանավոր, մենք քեզ որոնում ենք արդեն երկար ժամանակ։ Ես չեմ հասկանում, ոչ մեկ չի ուզում իր ապրանքը ամեն օր, ամեն առիթի սիրուն ներկայացնենք, էլի համը չանենք, սիրուն կներկայացնենք, գովազդ կլինի։ Այսօր ես մեր հովանավորի սուրճը խմեմ, ուժը հավաքեմ, արդեն դու էլ խմի, որ լավ նկարես գնանք։ Բարեկամներ, ասել ենք Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայր, այստեղ նոր ասֆալտ են արել, շատ հաճելի է տեսնել այս գեղեցիկ նոր ասֆալտը։ Եվ այս ճանապարհն է, որ մեզ տանելու է շատ հին բնակավայր, Պայիմինի Մարտիրոս բնակավայրը դեռ 13-րդ դարերից մի բան էլ ավելի շուտ կա վկայությունների մեջ, պատմիչների։ Այնտեղ է գտնվում Հայաստանի երկրորդ ամենամեծ միմափոր եկեղեցին Սուրբ Աստվածածինը, որտեղ մենք եղել ենք, բայց էլի կլինենք ու կնկարենք հատուկ ձեզ համար։ Մինչ մեր գնալն էլ կարող եք որոնել համացանցում Մարտիրոսի միմափոր եկեղեցի եւ կտեսնեք թե ինչ հրաշք տեղ է։ Մարդու ստեղծած հրաշքը, որը ոչ միայն հավատքի եւ հոգեվոր արժեք է ներկայացնում, այլ նաև ժամանակին եղել է ապաստարան արշավանքների, թշնամու արշավանքների ժամանակ ծառայել է որպես ապաստարան, որովհետև այն առաջին հայացքից չես էլ տեսնի, որ կա, գոյություն ունի, բայց այն կա եւ գտնվում է Մարտիրոս, հին Մարտիրոսում։ Մարտիրոսը բաժանվել է երկու մասի, հին ու նոր, հին Մարտիրոսը տեղափոխվել է քիչ ներքև։ Եվ այնտեղ հիմա շարունակում են ապրել մեր հայրենակիցները։ Եվ այսօր գնում ենք մեր հայրենակիցներից մեկի ծննդյան օրը շնորհավորելու իր երեխաների, կնոջ կողմից թոռների նաև։ Այնպես որ հրաշք օր է մեզ սպասում, նոր ասֆալտի վրայով սահուն կերպով գնում ենք Մարտիրոս։ Հուսամ այ Մարտիրոսի ճանապարհը հաստատ ու մի բան էլ ավել վերանորոգման կարիք ուներ։ Համաձայն ես Վարդան, հենց սաղոսները։ Եթե են վերանորոգած չեղան, ուրեմն այս ամեն ինչը հեչ է, որովհետև այս ճանապարհը հաստատ վատ վիճակում չէր, նորմալ ճանապարհ էր, մենք շատ ենք անցել այս ճանապարհով, վիդեո ապացույցել ունենք, բայց Մարտիրոսի ճանապարհը շատ վատ էր։ Հիմա տեսնենք դա արած կլինեն թե չէ։ Ահագին ժամանակա չենք եկել այս կողմեր էլի, հա Վարդան։ Պաստորեն պոպոկ են թափտվել, հետքերը թարմ են, ահա, մի մեշոկ դրած էր կա, վերցնենք, փախնենք, ինչ էին իմանալու ով տարավ։ Չեն իմանա, զանգենք Սերինե Քույրիկին, թող պատմի, Օբելյարի անուն, բան, սաղի ճշտենք ու գնանք։ Սարկածել են ուրախանանք։ Ստե վերջանում է նոր ասվալտը, Մարտիրոսի ասվալտը հինն է, հա? Չեն սարք է? Արբախրենն է տենց հանդում, ով է դետ ուժեղ մտքի հովանավորը։ Բարեկամներ, մենք ես նոր ականատես եղանք անարդար որոշումների, որովհետև Մարտիրոս տանող ասֆալտը շատ վատ վիճակում է, բայց
Ես չեն սարքե, գնաց է այն ճանապարհն են սարքե, որը նորմալ էր, որը շատ ընդհանրապես վատ վիճակում չէր, հələ երկար էլ կծառայեր, բայց այ Մարտիրոսինը իսկապես վատ վիճակում է, ահա ապացույցը, տեսեք, էսի մենք ելանք իջանք, թռանք, մի հատ ստեսակ կարկատան վիճակ, ու սես, ախր, ով է տենց անում, հստակ ունենք վատ ասֆալտ, վատ ճանապարհ, այս թողած դրել են լավը, էլի նորից սարքել են լավը, էսա, խնդրեմ, սաղ, սաղոց, այ քեզ բան, ես էլ ուրախացել է, անկեղծ մտածում է, հեսա գալու ենք այս ճանապարհը սարքացել են, դու մի ասի, ձմեռ էր, շունն էլ գլխին գդակ չուներ, ալո, Սերինե, Սերինե քույրիկ, ձեր սկես սրայր հայրիկի անունը։ Ահարոն, իսկ ինչ-որ անվանական ասում եմ կողմից, թե ասեմ երեխաների, թորների, կնոջ, ընտանիքի կողմից է։ Ահարոն մեծ աղբերը յուղի անասնաբուժն է։ Օ, ուժեղ։ Դե լավ, դե մենք գալիս ենք, արդեն ձեր ուզորավոր ասֆալտի վրայով պարելով գալիս ենք, էլի։ Բա այդ ինչի են զառիթափի ասֆալտը նենց սիրունացել է, մեր ասֆալտը էլիս էս թող է, այս վատ հատվածներ այսպես մնացել է։ Չգիտեմ, Ստեփան ջան։ Լավ, լավ, հեսա հուսանք մեկը խելացի պատասխան կտա մեզ մեկնաբանություններում։ Լավ, լավ։ Յուղա մեջ են, որ կոմբայնը կայնում փրկարարներն են էտ, թե շատ նոր դպրոց են սարքում։ Այո։ Երևում է ճանապարհից հենց։ Ես երևի ահագին ժամանակա չեմ եկել Մարտիրոս, ուտես ուշադրել չեմ էլի։ Գիշերով ենք եկել։ Հա, դե լավ, որ մի խոսքով շինարարություն տնամ, զանգեմ ձեզ։ Լավ, լավ։ Գեղեցիկ է Մարտիրոսի աշունը, ընկերներ, տեսեք ինչ սիրուն դեղին է երևում։ Մեքենայի ջրերն են բարձրանում, ահա, մուտք են գործում Մարտիրոս գյուղ, սիրուն ուռենին, որը լացկան չի հեչել, տեսա լացող ուռեն չրեսի, տղամարդ ուռենների տեղն է Մարտիրոսը, նայել է ինչ ուռեններ են, ինչ լացող, ինչ բան, ձիկ կայնած են, բալը ձիուկին նայի, ձիուկը իր համար արոտ է անում, իշուկին էլ ես նկար է, Վարդանը ձի և էշի մեջ ընտրեց էշին ու նկարեց, ես ինչ հավաք հաստ է աղբեր։ Բարև ձեզ, դպրոցի շինարարությունը որ տեղ է գնում։ Բարձրացեք, ես ճակատ երևում։ Հա, շնորհակալ ենք, ապրեք։ Ահա, ոնց հասկացա հյուրեր էին դրսից եկած, եկել էին Մարտիրոսի ավելուկն էին առնում։ Իսկ դպրոցի ճակատը քիչ հետո կտեսնենք, ճակատային մասը, շատ գովելի է, որ Մարտիրոսում կառուցում են դպրոց, որովհետև Մարտիրոսը մեր հերոս գյուղերից մեկն է, այս Մարտիրոս նշանակում է հերոս, էլի չէ, մեր հերոս գյուղերից է, որը չի դատարկվում գնալով ավելի է շատ անում բնակչությունը և դրա մասին հոգ են տանում, մնում է ասֆալտը սարքեն, ու կարող էին սարքել, ուղղակի չեն սարքել, էլի չգիտեմ ինչու համար։ Էսի դպրոցն է, ահա։ Այն յուղապետարանն է։ Սերինե ջան, ես դպրոցի մոտ եմ, աղբերներ բարի օր ձեզ։ Մեծ աղբեր Ահարոնի տունը, անասնաբուժ գյուղի։ Ընկերս, սենց էլ կարաս գնաս, սենց չէ, սենց գնա աչարա, աղբերես։ Առաջի աչ, ես որ հելնում ասենց էլի տներ են։ Գնա առաջի աչով իջի, հա, ընկերս։ շնորհակալ եմ։ Սերինե ջան, հենա մեզ օգնեցին լավ, տեղին, աղբերները Մարտիրոսի, հիմա ես գալիս եմ ձեր տուն, ես մտնեմ ձեր թաղ, դուք եթե հնարավոր է դուրս եկեք, որ մի անգամից իմանամ, որ կողմ գամ։ Հիմա տունն իր համար նստած է մեր թագավոր անուշ աղբերը։ Չէ։ Բա ուր է։ Մի քողից կամացել ինքը հայատն է, էլի։ Հա։ Ահա, դե բայց անենց բերեք տուն, որ չկասկածի, հա, կասկածներ չընկնի մեջը, որ ինչա կատարվում։ Լավ, բարեկամներ, հա, ինչպես նկատում եք, օպերացիան մոտենում է իր տրամաբանական ընթացքին, անակնկալի սկզբին։
Այսինքն աճ ենք անում, իջնում ենք, աղբերն ասած, հետո պետք է ձախանենք, բարձրանանք։ Հին դպրոցի կողքով ենք հասնում, նկատենք, որ հին դպրոցը նույնպես լավ պահպանված է եւ որ լուսամուտներով, կրիշը նոր, չէ, լավ է, մարտիրոսիները լավ են պահում իրենց ունեցածը։ Հաստոսներն են երևում, Վարդան տենում ես։ Մեր դպրոցի պռայքն է այս Բեռնաշենի, լրիվ էտա որ կա։ Դպրոցը այն ժամանակ խոսքի մի 200 հոգանոց դպրոցները մի պռայքն են ունեցել, ավելի շատը, ավելի փոքր է, դες ուրիշ պռոյեկտ այլ է, բայց նույնն այլ է, հիմնականում բոլորն են։ Բան չեն արել, չեն ռեսուրսները էսյան չեն ծախսել, որ քիթից բաներ ստանան։ Կարևորը եղել է, որ կրիշը դիտակը երեխեքը սովորեն ու երեխեքը սովորել են։ Թե չէ հիմա ամեն ինչը ճոխացել է, բայց ինչի համար որ նախատեսված է այդ շենքը, դրա համար չի կարող ծառայի։ Էսի մեր խաշմերուկը, չէ՞։ Ու գլամուրնի ուժեղ 50, նույն սիրուն են սարքել, մետալիկ կապով։ Այս էլ մեր անուշ աղբերն է, Mercedes-ը որ առանք։ Ապա Mercedes-ի առաջվա տերն է։ Երորդ տունը, Սերինե Կույրիկը դուրս է եկել, որ մեզ դիմավորի։ Ոչ մի խնդիր։ Ասել ենք տեղ, ուրախ են բոլորը։ Էլ են պուճունիների լավն է։ Բարեկամ։ Բարև ձեզ։ Խոհանն ինչ է։ Ո, Արան, տարոն, ամեն ինչ կարոն։ Բայց ու պապիցն ուրախացել ես, հա, շնորհավորելու ես։ Ասեց այդ որ նորից բարևիր, այդպես կբարվես, մտ կպաչես պապին, հա։ Հենց սկզբից դու կշնորհավորես, հետո ես։ Տարոն։ Մեր պարոն անուշ աղբեր փոքր աղբերը ուրախացել է, որ իր հայրիկի ծննդյանորն է։ Հայրիկի չէ, պապիկի։ Մեծ աղբեր Ահարոնը։ Հիմա Տարոն էր թե Ահարոն քո անունը։ Հիմա։ Հա։ Տարոն։ Բա պապի անունը չեք դրել։ Չուզեց։ Տարոն դե նման է ընդհանրապես։ Գնանք, բա ինչ եք խափետ արել դու։ Ինչ եք խափետ արել։ Բայց ինչ եք խափետ։ Բարև ձեզ, հարգանքներս, դե մեր ծափեր տվեք, հենց ծափեր ենք տալիս։ Մեծ աղբեր Արոն, ծննդը շնորհավորելի, եկել ենք շնորհավորենք, բայց ես ուզում եմ մեր Տարոնը իր պապին, այն ես ոնց ընձի բարևիր, այդ ենց։ Մտե պաչի։ Ապրես, գիտես։ Ծնունդդ շնորհավոր, ամենալավ։ Հա, ծափեր տվեք, բայց ես լավ բաներ ասին, թորնիկները շատ են սիրում պապին։ Հեսա Դա դենիզ ու լավ GDR-ով պաչի որ երկարի կյանք է։ GDR-ով այնպես ապրես։ Առողջ լինես sense միշտ սիրված էլ իշ լավ է ժպտում։ Ժպիտը տանպակաս։ Դե ես չէի ուզում թվերով գայի, բայց թվեր եմ բերել։ Համաձայն ես։ Եթե համաձայն չես մեկը հանեմ։ Որն ես ուզում հանել։ 7-ը։ Դե փչիկը հանենք, լավ։ Տենց էլ կա, էլի։ Տես, ուրեմ, ստեղ ես տորթը, քո համար ուզում ա խոսա։ Նախ էտի բերենք առաջ։ Եսի կտենա հաստատ, հա, տեսար եսի։ Սիրելի ամուսնուն, բա, ամենալավ հայրիկին, մենք երջանիկ ենք, որ դու կաս, շնորհակալ ենք, որ դու կաս, բոլորն են շնորհակալ։ Եվ իհարկե, ծննդդ շնորհավոր։ Ապրես։ Այս քաղցրությունն էլ քեզ նկատեցի, չէ՞ դոլարները։ Այս դոլարները հատուկ քո համար է։ Ապրես։ Եկարս վերցես, պահես, հետո երբ ուզես կծախսես։ Հաղորդում որ գնացել ես գյուղ, տատիկի 90-ամյակն էիր շնորհավորում։ Բանը։
իմ տատի, Սիլվար տատին, հա։ այո։ Էդ ես նայ։ Այո։ Դե հիմա ես եկել եմ քո ծննդը շնորհավորեմ, ես Ապրես, սիրուն ապրես, քաղցր տորտը շնորհակալ վերցես քո համար, քո ընտանիքի կողմից, առողջ ըրնես, իրենց կողքից անպակաս։ Սիրում հարգում եք, չէ։ Ախպեր մտ դու էլ արի, սիրուն պապային գերկի մտ պաչ։ Կյանքը երկարի, կյանք ունենաս այս միշտ սիրով ունես, դες քաղցրը վերց, ես քո համար։ Այդ կարաստաս որդուդ, ախպեր դու էլ գնա։ Ուրեմն մի հատ էլ նվեր կա այստեղ, այս նվերն էլ ձեր կինն է, չէ՞։ Ձեր կյանքի կեսն ու սերը, հա։ Թող ինքը նվիր, ես էլ նա դուք նվիրեք ձեր ամուսին, բայց բացեք էլի, բացեք որ նվիրեք, մի հատ էլ բան կանեք էլի։ Այն որ նոր պաչիկ է, էլի այն չէր, հա, մի հատ էլ պետք է այս ավելի ջիջարով էլի, պաչը պրոշտ է դա։ Ամենատե դու իրան պաչ, ես կան պաչեց, հայկա պաչեց, բան չես անում, նորմալ, այնես ժիջա պրես, ապրես Ձեզ ես լավ որ բարձր տրամադրություն հենա, նստեք կեվ արեք, երեք խմեք, լսի, մատ հարց տամ, ուրեմ երեք գնացել էի Չարենցավան, մատ գագո մեծ աղբեր մոտեցավ ինձ, ինքը արմատներով Մարտիրոսից է, ասաց ես աննը, Նարբեն իմ հոպարն է, Նարբե Կարող է հիմա կա, կարող է չկա։ Չէ, չկա այս դիմացի հարևանի։ Որ նոր դուրսն է կայնած է։ Չէ, իրա կողը։ Իրա կողը։ Արամները։ Հա։ Գագանով աղբերն, ասում ուզում եմ աղբերներից տենամ, ծանոթանամ, կապը պահեմ։ Դե ինքը կարա գաստե, որ կարենա կապը հաստատի։ Հա, դե համար է տվել, որ հիմա տանք զանգեն։ Հենց հարևանն է ձեր։ Այ քեզ ճակատագի։ Նարբե մի հոգ եք ունեցել, չէ։ Երկու հոգի ենք ունեցել, բայց երեք Նարբեի աղբերը գնացել է Չարենցավան ապրի։ Չէ, Չէ, կաղա են մի Նարբենա։ տղերքից կարողանում։ Չէ, եթե էսի չեղավ դրան էնի սկիչ չին, բայց ազգանունը պետք է ասես։ Հա։ Իրա պապայի հոպարնա։ Դες ասեն, աղբոր տղերքից կլնի։ Ոչ թե ասենք անմիջապես Նարիբե աղբերը չէ։ Կա Սարգսյան Նարիբեկ, կա Արաքելյան Նարիբեկ։ Հետո մի հոգի էլ կա աղվան են ասել, բայց իսկական անունը Նարիբեկ է ելեր։ Հա, այսինքն 3 Նարիբեկ ունեն։ 3 Նարիբեկ։ Փորձենք գտնել Նարիբեկին, ես։ Սարգսյան են, Հա։ մեկը Արաքելյանը։ Դե հիմա թող այս վիդեոն որտենան արդեն իրանք կհասկանան, համարը կգրեն, կապնվեն, չէ՞։ Հա, կոմենտով կգրեն, էլի, հա։ Հա։ Հա, կանանք հարցնենք։ Դե ոնց էլ չլի կիմանան, էլ լսած կլնեն, չէ՞։ Դե հələ բան է, մենք գնում ենք ուղիղ, գիտես ուր, սպիտակ պետք է գնանք։ Հա, գնում եմ սպիտակ։ Դուք անուշ արեք, մենք համեցանք, հյուրասիրվանք, առողջ չլնես, լավ ելնես կարևորը։ Առանց դրան։ Այսօր կովերը իրանց լավ են, պահեք գյուղի, հա։ Դու ես առավոտը Նորմալ հիմա հիվանդություն կա գյուղում։ Հա, ինչ հիվանդ։ Հավերի։ Հավերի։ Հա, այս Այսինքն կովերը լավ է պամ հավերն են, էլի։ Հավված են գեմեդանը, հա։ եկան ընձի տարան գնացին իրանց 40 հատ հավեր մնացել է 17 Դաժան, բայց փրկվան է 17-ը։ Դե հիմա ես արդեն Պատվաստումը Դե հիմա արվեց։ ասենք այդ միջոցառումը հանել են։ Պատվաստումը հանել են, ասենք այդ պետպատվերով որ Հա, այսինքն մարդը թեզմա պատվաստման իր փողերով ինքը, տյան։ Հա, ինքը գնացել էր տեղը լեկալը լեկել էր պատվաստանյութը։ Այսինքն դա սխալ բան է, էլի որ հանել են, չէ՞, պետական բան։ Չնայած էդի շատ լավ են արել հանել են։ Հա։ Էդի ասենք անասնաբուժի համար էդի 12 հատ հավը պետք է սրսկես Մի բաժան շնորհավորենք նոր գնանք։ Հա, դավայ։ Դուք ես չեմ խմի, բայց Վարդանը կարա խմի հաստատ, չէ՞ Վարդան։ Արի։ 100 դրամ։ Դու որ փող պետք է ստանաս։ Դե հավերին էլ ասենք շատ լավ գիտեմ որտեղից ես, ով ես, ինչպես ոնց էլ չեն իմանալ։ Մինչև դու այդ հավերը սրսկում ես ամբողջ իրանց էլ։ Օրինակ էս օգտան։ Որտ բոլոջ կոպիտ ասած։ Քաշում ա վրե։ Հա, հա։
Լրիվ հասկանալի է, չէ, դե հա ամեն դեպքում կարելի է քո փողը շատացնել, ոչ թե հանեին դարի։ Չէ, փող շատացնել չկա, դա ես զորով եմ մնացել այս տարի աշխատում, գալով տարի դուրս եմ գալիս։ Ես այս տարիքում 5 անգամ հերթ եմ։ Բայց ունես փողով, որ Չէ, փողող չկա, ոչ էլ հացով կայ գծով։ Բատաղի կտանչի չեն գնացել կորու ետքերով։ Դրանք տեսել են իմ չարչարանքի աշխատավարձը 7 հետո վելցեցես դրանք չէ։ Դե ուրեմն ուսանք մեր յուղատնտեսության համար միջոցներ կառանձնացնեն։ Դե վերցեք, ախպերներ, վերցեք, հա, 3 ստե, 3 ընդ Վարդան վերցրու, Վարդան։ Վերցրու, կամ ես կարամ խփեմ։ Դե մեծ ախպեր արոց, ընդ շնորհավոր լինի, միշտ սիրված լինես։ Բայց այսքան ես մտ ուզում եմ հարսիկից սերը տամ։ Սա ինքն արի, մտ արի գրկի պաչ էլի, հելարի։ Հարսիկի ես հարսիկը շատ շատ է քեզ սիրում։ Հենց ինքը գիտես ինչքան վախտա։ Ես իրան ասել եմ, աղջիկ չունեմ։ Հենա ունես աղջիկ։ Բա։ Եվ ինքն քեզ որպես պապայա սիրում։ Անպայման։ Որովհետև մինչև վերջ չէի ճոգել, որ սկեսարայր հայրիկն ես։ Հարգեմ իրան։ Ես չէի զգացել, որ սկեսարայր հայրիկն ես, վերջը հարցերի ասաց։ Դե լավ ելնես առողջ ելնես մի սիրով շրջապատված, հետո գործնել թող այնքան շատ գնահատվի, որ Եվ ընտանիքի անդամներից շնորհակալ եմ շատ։ Լսի, գործը գործին ու ես մեկ լավ մարդանք անեմ, թող քո գործը գնահատվի շատ լավ, որ դու չմտածես դուրս գալու մասին։ Թող լավ գնահատվի։ Ֆիքսեք նկարը։ Հա, ֆիքսեցինք մենք։ Դե անուշ արեք, խմեք թող էթա, խմեք հələ, խմեք։ Ֆիքսեք որ դուրս չի գա։ իրիկվա կողմը։ Բայց ախ գնում եմ սպիտակ, իրիկվա կողմը սպիտակում եմ ես։ Հիմա սևացել եմ էթան սպիտակ։ Չէ, մենք գնում ենք, չէ, ես այս առավոտ շուտ ոչ մի բան չեմ կարող օգտվեմ, բայց մի անգամ էլ գիշերը կգանք, բայց դու մնա էլի անասնաբուժ որպես, որովհետև շատ կարևոր գործ ես անում, յուղում անասուն չէ լավ, ուրեմն ում ա պետք։ Շնորհակալ ենք բոլորիցդ, իսկ մենք հեռանում ենք, գնանք հələ այս տունն է, հա, մտնավսյակի հարցնենք։ Դե իրանք իմանան, չէ՞ որ ունեն բարեկամ խոսք, հա։ Այս տունն է։ Это турин. Ահա, ապրես, շնորհակալ եմ։ Իրանց տնեցքի անունն ի՞նչ է։ Կարեն է նվեր։ Բարև ձեզ։ Տաննով կա։ Բարև ձեզ։ Ընկերներ։ Բարև ձեզ։ Տանը չեն։ Կարող է։ Հա։ Տատիկ, բարև։ Բարև տատիկ, ոնց ես։ Լավ ես։ Ոնց ես։ Չես լսում։ Չես լսում։ Չէ լսում ես։ Էջիր եմ որ պաչ ես ընձի։ Հլսի։ Տատի դու ի՞նչ թար ասեմ։ Ոնց ասեմ։ Մարդ ա գալի։ Մեծ աղբեր, բարի օր։ Դուք Նարբե պապիկ եք ունեցել։ Նարբե պապիկը Չարեն ցավան, կարա աղբեր ունենա։ Որը կուտղներ ընդեղ են։ Հա, բա կապի մեջ եք իրար հետ։ Գագիկը։ Նվերը։ Բա ինքը մեզ ասել է որ գանք ձեզ բան անեն, կապի հանեն, գիտես։ Համար ասեմ, հələ զանգի, էլի։ Ով է բանը նվերի։ Գագոնա։ Կան, այն իրանց ես հերերին եմ։ Արտաշ կար, որի տղեն է։ Չգիտեմ, հեսա կզանգենք իմանանք։ Երեք Չարեն ցավան էի, դες ծանոթացանք, ասած ես Մարտիրոսից եմ արմատներով, ընդել բարեկամներ ունեմ։ Բա քո անունն ինչ էր։ Գագո։ Հա, այդե թորը տա քո անունով, գագոներով եք, էլի։ Այն է մեջտեղները թելարի։ Հիմա մենք գագոներով եւ Ստեփանով որոնում ենք Մարտիրոս գյուղում, Նարբե։ Նարբեի ժառանգներին։ Եթե մեր մեծ աղբեր Նարբեն կա ավելի լավ, եթե արդեն ժամանակն իրեն նարել է, ուրեմն նրա երեխաներին ենք որոնում, որովհետև մեծ աղբեր Գագոն իր աղբերներին է ման գալի Մարտիրոս գյուղից։ Մարտիրոսցիներ, այս պահը ուշադիր եղեք, ես վաղն էլ կասեմ, վաղվա վիդեոյի մեջ էլ կասեմ, պետք է գնանք Մարտիրոս։ Շո, մերնեմ ջան։ Ջան։ Լայքում ենք տարածում ենք, որ գտնենք ազգականներին։ Համարդ էլ ունենք։ Հենց կապնում են մեր հետ կտանք։ Ես որ գնամ ընդ էլ կհարցնեմ, բաղ ուղակի վռազ եմ լնելու, արագ եթալեմ, հետո հետ գամ էլի ձեր կողմեր։ Վարդանս որ գրեց, համարը տվերեմ։ Հա։ Այնքան որ իրանցից մեկը զանգի, ես կապ ունենամ։ Զի մինա, մի найдём вас։
Հա։ Ասի դե եթանք փորձենք ճշտել գտնել։ Հաստորեն պատահական չէ, եկել եմ հարևանի տուն ու ձեր տունները ստե է, ջոգի, հիմա հեսա բան կանենք։ Հեսա մի հատ կապի հանենք իրար հետ։ Հեսա հերասդ մոտ տա։ Հա։ Պապայս հորեղբոր տղներն են, դրած պապին։ Հեսա մի հատ խոսա տենանք տոշնի մարդա, թե հա։ Զանգի տենանք տոշնի գտնում եք, ինքը մեծ ցանկություն ուներ ձեզ գտնելու։ Ասում է կապը կորել է, համարը վերցել ենք, որ զանգենք։ Հենա, այս տոշնի է իր, հեսա 093 Հələ զանգի տենանք, հələ պատմեք տենանք իրար հետ էլի, հələ ջոգենք ճիշտ ենք, թե չէ։ Տատին էլ քան տարեկան է տատին։ Էկոտարի 100 լրանում է։ Լուրջ։ Ահա տատի։ Տատի գալու եմ ծնունդիդ մյուս տարի։ Մեծ երը դիր գլխիս էլ է։ Այս ես ջոգին որ չի լսում։ 100 տարեկան տատի, 100 տարեկան տատի եմ գերկել։ Մյուս տարի դառնում ես 100։ Ինչ բարի տատի է։ Չարված տանջված, ինչ ասես տեսել է։ Սա բարեկամներիդ իրար եմ միացնում է, բայց բարձախոս դիր մենք էլ լսենք, էլի ոնց ալում այդ ամեն ինչ։ Գագոյանն է իրա։ Էսերի թորները կլի, կամ տղան։ Կամ տղանա, կամ թորները։ Ոնց են էլ։ Ինչա։ Կլարնետ է նվագում։ Նվերի տղան իրենա։ Նվերի տղան է։ Նվերի տղան։ Հնար պատասխանի նվերի տղան։ Ով է խոսում։ Աս Գագո դու ես։ Գագույն կարելի է։ Աս Մարտիրոսի բարեկամներն ենք զանգե։ Եկել տատյանն ինչ էր։ Հələ ինչ հետաքրքիր է, չէ՞։ Քան տարի անցել է, 50-60։ Ես գիտես որ թվին եմ գնացի Իրաստուն։ 71 թվին։ Չարենցավան։ Հա։ Ալո։ Լավ։ Հա։ Քն աստո զարտնեցնեն, աս բարեկամներն են զանգե։ Հələ տենամ։ Կինն է երևի, հա։ Չգիտեմ, կաղա թորնուհին էլ էր, երեք տեսել եմ 3 հոգու։ Կաղա կինն էլ լինի, հեսա ես կասեմ։ Դե կաղա իմանան գործի համար է զանգե, ասում է քնած է։ Ինքը շատ էր ուզում բան աներ։ Բանը սրանց բանի այս գագույնը սեր պապիկը իմ պապայս հորեղբոր տղա են, հա։ Հա։ Դե ինքը ասած ես բարեկամներն եմ արտասում։ Բանը Երևան էլ իր բաներին էլ բարեկամներ, Շմավոնը, Հալիկյամին։ Նրան դե հա, չեմ պատասխանում։ Է պետք է դու ասեիր որ դից ես զանգե, որ ասեր կզարտնեցնեին։ Դինք աղբերներ եք էլի։ Ալո։ Բարև ձեզ, Ժանա դու ես, Ժանա։ Ճիշտ եմ հիշում անունդ։ Թե Ժենիա։ Անժելա, հա։ Անժելա, պապիկին արտնացել ու եկել ենք Մարտիրոս ձեր բարեկամներին ենք գտե։ Էլի գնա ասա Մարտիրոսից են զանգում։ Ես էլ իմ տղեն է։ Գնա արխայից արտնացել ու ինքն էր ուզում է որ գտնենք, եկե գտել ենք։ Զանգենք իրար հետ կապենք էթան։ Հա, գագո մեծ աղբեր, քնել ես, ես էլ եկել եմ ճամփեքով քո բարեկամներին գտել եմ, դու քնել ես, դե կայն տա աղբորդ հետ խոսա։ Գագո ջան բարև։ Անուս նվերա։ Դու նվերի տղան ես։ Գառնիկի տղեն ես։ Գառնիկի։ Հա։ Տոշնի հա։ Ոչ գիտեմ, պապայս հորեղբոր տղեն է։ Արտաշը նվերը։ Հա, գիտեմ Արտաշը Հարիկյամին։ Հեսա մենք գտանք բարեկամներին, ուրեմն գնանք։ Ելանք մենք մեր գործը արինք, այդ մենք սպիտակ, ելանք աղբեր ջան։ Ավայ աղբերս։ Հա, փոքրն ես։ Գանք 100-ամյակից, աղբերս տատի հետ որ սաղ է լավ, տոշնի, զանգում ես, ես գալիս եմ, հա, բան պետք չի, ես կգամ։ Հենա բարեկամներին գտանք, հա, իմացա, տոշնի գտանք։ Հա, էլի, սա ճակատագիր էր։ Ահա բարեկամներ մեր Գագո մեծ աղբորը բերինք հասցրինք իր բարեկամներին, շնորհավորեցինք Մարտիրոս գյուղի միակ ու շատ լավ անասնաբուժին, ով մինչև այսօր հոգ է տանում իր
գյուղի կենթանների մասին, որ կենթանները մեկը ձուտ է, մեկը կաթ, մյուսը լավ աշխատի, գութանը գցի վզից ֆռա։ Այնպես որ կյանքը Մարտիրոսում բնականon հունի մեջ է, հուսանք շուտով ասֆալտը կսարքեն, որովհետև ես հենց նոր շատ ուրախացա, հետո հիասթափվեցի, որ տեսա լավ ասֆալտը նորից ասֆալտապատել են, իսկ Մարտիրոսի հին ու ճմրթված ասֆալտը դեռ նույն տեսքով է։ Ինչևից է, մենք շարունակենք մեր ճշմարիտ ճանապարհը եւ մեր աշխատանքի շնորհիվ ում ինչով կարող ենք օգտակար լինենք։ Եթե էլի կան մարդիկ, որ իրենց բարեկամներին փնտրում են, կարող եք դիմել մեզ, փորձենք գտնել Վայոց ձորից։ Գտնենք ու նորից ձեզ միացնենք ջերմությունն ու քնքշությունը վերադառնա ձեր ընտանիքներ։ Այս փողոցը լավ են անում, սարքում են, շատ լավ են անում։ Դե իմացար որ փողոցն է, ջրափոսերի փողոցն է անկեր, սարքում են։ Իհարկե գովելի առիթ է։ Մարտիրոսում կյանքը եռում է։ Մարտիրոս գյուղն է կադրերում ընկերներ, ով չի եկել Մարտիրոս, իմացեք մեծ բան եք կորցրել, որովհետև Մարտիրոսը մեր հնագույն բնակավայրերից է եւ այստեղ շատ տեսնելու բաներ կունենաք։ Անպայման եկեք։ Էշը կանգնել է ճամփերի մեջ տեղը։ Էշին մոտիկից նկարենք։ Բարև Իշուկ, ո՞նց ես։ Ամեն ինչ կարգին է, թե բողոքում ես մոծակներից։ Ուտելու բան չկա տանք ուտի Էշին։ Էշո։ Կոֆե կխմի։ Էշո։ Բնական սոկ կա խմի։ Էլանք դե։ Իա։ Ասան դրա էշն էր ընկերներ։ Օսվալդոյի էշը։ Խոանի ագարակից։ Գնացինք։